Ես այստեղից չեմ գնալու, մինչև ինձ հետ չխոսես։ Ես գիտեմ դու ինձ մեղադրում ես Գևորգի մահվան մեջ, բայց ես ոչինչ անել չէի կարող։ Դու գիտեիր Դավիթի առևանգման մասին, գիտեիր, որ նրան պատանդ են վերցրել ու պահում են, ու կարող էիր կանխել նրա սպանությունը։ Եթե իհարկե դու չես կազմակերպել դա։ Դու կարող ես ինձ մեղադրել աշխարհի ամենածանր մեղքերով, բայց դա Գևորգին հետ չի։ Իմ երեխան։ Ինչ ես առաջարկում։ Համակերպվենք։ Ընդունենք, որ ամեն ինչ հենց այսպես էլ պետքա լիներ, որ ոչ մի արտառոց բան չի եղել, ու շարունակենք ապրել։ Հետ ես ուզում։ Դու եղբայրս կորցրել։ Իսկ ես իմ երեխան, իմ Գևորգին, ու որ լույս աշխարհը մեծացրել։ Դու չես կարող պատկերացնել այն ցավը, որ ես հիմա զգում եմ։ Ես չեմ կարող իմ Գևորգին հետ բերեմ, բայց գոնե ես քեզ չկորցնեմ։ Չէ, մամ։ Ոչ հիմա։ Ընտանիքը միակ բանն է, որ նշանակություն ունի ես կյանքում։ Ու դու վաղ թե ուշ հետ կհասկանաս։ Անշրեք վարում գենորալ։ Նստի։ Ինչքան հասկանում եմ, քեզ ոչինչ չի հաջողվել պարզել Աղոյի որդու և կրտսեր Կազումյանի սպանության գործով։ Մենք գիտենք, որ Աղոյի որդու սպանությունը Կազումյանների պատվերով է կատարվել։ Իսկ Գևորգ Կազումյանի սպանությունը դա Աղոյի պատասխանն է որդու սպանության համար։ Մի իմանալը քիչ է, ապացուցել է պետք։ Մենք խնդիրներ ունենք ապացուցողական բազայի հետ, պարոն գեներալ։ Երկու կողմերն էլ հրաժարվում են ասել ինչ գիտեն և չեն գնում համագործակցության։ Ինչ ես առաջարկում։ Ձեռքներս ծալենք նստենք, որ մեր փոխարեն ուրիշները կբացահայտեն այս հանցագործությունը։ Մենք աշխատում ենք։ Ես այդպես չեմ կարծում։ Ինչ նկատի ունեք։ Ես քեզ վաղուց եմ ճանաչում, որպեսզի հասկանամ, որ դու կենտրոնացած չես այս գործի վրա։ Կներեք, պարոն գեներալ, բայց ես անում եմ այն ամենը, ինչ հնարավոր է։ Իհարկե, օրենքի սահմաններում։ Իսկ օրենքի սահմաններում ես տերպակալել Սեմ Կազումյանին, հետո առանց մեղադրանք ներկայացնելու բաց թողել նրան։ Օրենքի սահմաններում։ Ես հաշվետվության մեջ մանրամասն գրել եմ։ Պետք չի ինձ հետ խաղեր խաղալ, Բոլոյան։
Ես չեմ էլ պատրաստվում, պարոն գեներալ։ Ես տեղյակ եմ քո կողմից Կազումյանների ընտանիք ներդրված երկու ոստիկանների ձախողված փորձի մասին։ Ու ինձ առնվազն հասկանալի չի քո նման պասիվ պահվածքը։ Այն Բուրյանում ես ճանաչում էի հողակ չանգրեր, կբռներ ցանկացած հնարավորությունից, որ Կազումյանները պատասխան տան օրենքի ողջ խստությամբ։ Հավատացեք, ես անում եմ ամեն հնարավորը, պարոն գեներալ։ Ինձ արդյունքներ են պետք։ Եվ եթե դու չես կարող ապահովել այդ արդյունքները, ապա մենք կմտածենք բաժնի պետի պաշտոնում քո մնալու նպատակահարմարության մասին։ Ես ձեզ հասկացա։ Կարող եմ գնալ։ Ազատ ես։ Սերոն ու Մոնչը արդեն մեր հետ են պապ։ Իսկ այդ նշանակում է, որ Կազումյանները իրաց հարվածային ուժից զրկվել են։ Փաստացի մնում են մենակ։ Ես այդքան էլ վստահ չեմ դրանում։ Ինչ նկատի ունես պապ։ Մենք սխալված կլինենք, եթե մտածենք, որ մի քանի մարդու մեր կողմն անելով Կազումյանների հարցը կլուծենք։ Նրանք դեռ բավարար ռեսուրս ունեն, որ նոր բանակ հավաքեն։ Այդ ռեսուրսների կեսը արդեն մեր ձեռքում է, Աբո ջան, շուտով են կեսն է մերը կրնի։ Մելուի հետ էլ խոսացի Իսպանիա, ասեց նարկոտիկի թեմայով խնդիր չի լինի։ Նարկոտիկը տվեք Կամոյին։ Ես չեմ ուզում, որ դուք անձամբ զբաղվեք դրանով։ Եղավ պապ ջան։ Բայց դու ոնց որ հոգնած տեսք ունես, ուզում ես բարձացի մի քիչ հանգստացի։ Մնացած հարցեր արդեն վաղը կքննարկենք։ Լորդի աղջիկը ո՞նց է։ Լավ է, պապ ջան, արդեն տանն է։ Վաղն ուզում եմ տեսնեմ նրան։ Նա վերջին մարդն է եղել, ում հետ Դավիթը շփվել է։ Կկազմակերպենք, պապ ջան։ Կյանքում չէի մտածի, որ նկարիդ հետ կխոսեմ և սենց պտի չլիներ։ Պետք է հակառակը լիներ։ Դու ինձ պետք է թաղեիր։ Ես քո համար լավ աղբեր չեմ եղել։ Չեմ հետաքրքրվել քո կյանքով։ Չեմ իմացել ոնց ես ապրում։ Բայց միշտ սիրել եմ քեզ ու թաքունը պարտացել եմ, որ կարողացել ես ուժ գտնել ուրիշ կյանքով ապրելու։
ամեն ինչ կորցրել է իր իմաստն ու նշանակությունը։ Ուզում եմ, որ հին ժամանակները հետ գա։ Են, որ առավոտից իրիկուն իրար հետ վազվզում էինք դրսում։ Ուզում եմ էլի ձենդ լսեմ։ Ուզում եմ էլի ժպիտը տենամ գև։ Կներես ինձ։ Կներես, որ ինձ որ չկարողացա պաշտպանել քեզ։ Կներես ամեն ինչի համար ախպերս։ Արիգուն, տեղավորվում։ Ես չեմ սիրում մարդկանց իմ արած լավության մասին հիշացնեմ, բայց Բերդում ես քո հարազատի կյանքն եմ փրկել, ու էդ արել եմ քո խնդրանքով շախ։ Ես էլ դրա համար քեզ շնորհակալություն եմ հայտնել։ Դիլերից սպանելով։ Այդ քո դիլերը աղջկաս ասեղի վրա է նստացրել։ Հաստորեն խոստովանում ես, որ դու ես եղել։ Խոստովանում են քննիչի ու դատախասի առաջ։ Իսկ ես քեզ ասում եմ։ Այն ինչ որ դուք անում եք ճիշտ չի։ Իսկ ավոյի տղուն սպանելը ճիշտ էր։ Էլ չեմ ասում, որ ուզում եք լորդի աղջկան վերացնեիք։ Ինչ մտածում եք, որ առանց հետևանքա մնալու, հա։ Ավոն իր վրեժը լուծել է։ Իսկ ավոնը տենց չի մտածում, ու էդ իր իրավունքն է։ Ինչի համար է ստեղ Սերգո։ Համոզի ավոյին, որ ձեր չկցի մեր նարկոտիկի կանալին։ Ես էդ չեմ կարա։ Բերդում քո հարազատի կյանքը փրկելով։ Ես իմ կյանքն եմ վտանգի տակ դրել։ Դու ինձ պարտք ես։ Ու էդ այն կինը, որ պետք է վճարես։ Ամեն ինչ արդար է, չէ՞։ Ես քեզ լսեցի։ Ամեն ինչ նորմալ է, Արման։ Առայժմ է, Իսկ ինչի առայժմ։ որովհետև ես չգիտեմ Սոնան լսել այն խոսակցությունը քո հետ թե չէ։ Իսկ դու իրան չես հարցրել։ Ասում եմ, որ չէ հնարավոր է իսկապես չի լսել կամ չի հիշում, որովհետև դեղերի ազդեցության տակ ա եղել կամ պարզապես ստում է։ Չէ, այդ վերջի տարբերակը նույնիսկ մեր դիտարկի։ Նա հաստատ տեղյակ կպահեր հարազատներին։ Իսկ մյուս երկուսը
Այդ արդեն ժամանակը ցույց կտա։ Սոնան համարի ամեն ինչ գիտի ավոյ որդու Օրլևան սպանության մասին, ինձ մի քիչ ժամանակը պետք փազլի կտորները հավաքելու համար, եւ մենք ապացույցներ կունենանք Դավիթի սպանության դրվագով մեղադրանքներ ներկայացնելու Կազումյաններին։ Արման, դու դրա համար չես ներդրվել։ Իսկ ինչի համար եմ ներդրվել Բորոյան։ Սպանությունը տեղի ունեցել, ու մենք կարանք ապացուցենք դա Վիգենն արել կամ Սեմը։ Ես հիմա քեզ կասեմ, թե ինչ կարող է լինի, եթե դու նույնիսկ ապացուցես, որ Կազումյաններն են կազմակերպել Դավիթի սպանությունը։ Սեպտեմբերի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշոու համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Էրիկ Կարապետյանի երկար սպասված մենահամերգը։ Ձեր բոլորի կողմից շատ սիրված հին ու նոր երգերի կատարմամբ։ Կենթանի հնչեղություն, գեղեցիկ կատարումներ, անմոռանալի երեկո։ Շտապեք ամրագրել ձեր տոմսերը հենց հիմա այցելելով arm.com։ Հանդիպում ենք սեպտեմբերի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշոու համերգասրահում ևս մեկ անմոռանալի հայկական երեկո անցկացնելու համար։ Մի վստահեք ձեր Lemon Law-ի գործը ցանկացած փաստաբանի։ Վստահեք Lemon Law-ի մասնագետին։ Հարութ Թերզյանը Red Track Law-ի իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկերն է, որը մասնագիտացած է բացառապես Կալիֆոռնիայի Lemon Law-ի գործերով։ Ավտոարտադրողներն ունեն իրենց շահերը պաշտպանող փաստաբաններ։ Դուք ևս պետք է ունենաք։ Հարութ Թերզյանը վարել է ավելի քան 4000 Lemon Law-ի գործ, պայքարում է ավտոարտադրողների դեմ, իր հաճախորդների համար հնարավորինս մեծ փոխհատուցում ստանալու նպատակով։ Զանգահարեք Red Track Law այսօր անվճար խորհրդատվության համար։ Ուշադրություն։ Քուլուքսը հայտարարում է ամառային աննախադեպ ակցիա համայնքի համար $3000 մազերի փոխպատվաստում։ Քուլուքսի տեխնոլոգիական գործընկերների ֆինանսավորման շնորհիվ այն ինչ արժեր տասնյակ հազարավոր դոլարներ, Քուլուքսը ձեզ համար կիրականացնի ընդամենը $3000-ով, եւ ձեր ճաղատությունը մեկ օրում կվերականգնվի։ Քուլուքս պրոֆեսիոնալ լիցենզավորված մասնագետներ, AI թանկարժեք տեխնոլոգիաներ, $3000 եւ վերջ գլխի թափված մազերին։ Շտապեք, տեղերը սահմանափակ են եւ նման առաջարկ այլևս չի լինելու։ Մեր հասցեն է 229 North Central Avenue, Glendale, առաջին հարկ։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիան, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, երկրորդ հարկ, Dentallux, ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն, ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք, Dentallux, գերարդիական կլինիկա, 818 418 5555 Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Ամենավերջին պահին նրանք մեզ դեմ կտան ընտանիքում ամենաստորին սանդղակում գտնվող մի կատարողի, ով ինքնախոստովանական ցուցմունք կգրի, որ ինքն է առևանգել ու սպանել Դավիթին, եւ այդ ամեն ինչն արել է սեփական նախաձեռնությամբ, առանց Կազումյաններին տեղյակ պահելու։ Ամեն ինչ այդքան պարզ չի։ Եվ դու շատ ճիշտ ես։ Բայց մոռանում ես մի կարևոր հանգամանքի մասին։ Ավոն ու Կազումյանները հաշտություն են կնքել։ Հնարավոր է, որ դա ժամանակավոր է, բայց դա նշանակություն չունի։ Դուժող կողմը շահագրգռված չի, որ բացահայտենք Դավիթի սպանությունը։ Շահագրգռված չեն նաև Կազումյանները, որպեսզի բացահայտվի
Գևորգի սպանությունը։ Դու հասկանում ես մենք ինչ դիլեմայի առջև ենք կանգնած։ Հիմա ինչ ենք անելու շախ։ Այն ինչ ինձանից Սերգոն ուզում է։ Բայց այդ նշանակում է դուրս են գալի Ավոյի դեմ։ Գիտեմ։ Բայց ես չեմ կարա իմ տված խոստումը դրժեմ։ Ես ով կլինեմ դրանից հետո, հա՞։ Իսկ եթե խոսանք Ավոյի հետ, բացատրենք սիտուացիան։ Ես այդ դեպքը չի։ Ռազնովն ինչ են որոշել նարկոտիկի պահով։ Իսպանիայից կանալ ունեն, պիտի դրանով լցնեն շուկան, բայց մինչև այդ որոշել են Կազումյանների օթերը փակել։ Ինձ կոնկրետություն է պետք։ Կիմանամ։ Շախ, դաժե եթե այն ինչ մտածել է ստացվի, Սերգոն այս ինֆորմացիան հասցնելու է Ավոյին, որ ձեր մեջ կռիվ գցի։ Ու երկու դեպքում էլ մենք բարդված ենք դուրս գալու։ Գիտեմ։ Բայց ես ուրիշ ճար չունեմ։ Մի անգամ կանենք, հետո կմտածենք հետևանքները վերացնելու մասին։ Ոնց ասես։ Ինչքանով ես եմ հասցրել իմանալ Կազումյանների վիճակը հիմա շատ բարդ է ու եթե նույնիսկ մենք ոչինչ չանենք դրանց ընտանիք քավազե դեղյակի պես շատ շուտով կքանդվի ու կփոշիանա։ Ով այդպես է մտածում, թերագնահատում ասեմ իր հնարավորությունները։ Ես վստահ եմ, որ Կազումյանները շատ շուտ ուշքի կգան ու նորից բարձր դիրքեր կգրավեն քրեական հիերարխիայում։ Իսկ որպեսզի դա տեղի չունենա, ինձ ապացուցողական բազա է պետք, որպեսզի նրանց ընտանիքի անդամներին նստեցնեմ մեղադրյալների աթոռներին։ Ու հարցը միայն Կազումյանները չեն։ Քաղաքի նույնիսկ հանրապետության քրեական բոլոր կլանները այս կամ այն կերպ շահկապված են Կազումյանների հետ։ Կազումյաններին տապալելով մենք փլելու ենք քրեական ամբողջ բուրգը։ Լավ։ Հիմա Կազումյանների կողքին շատ քիչ հավատարիմ մարդիկ կան ու քեզ համար շատ լավ հնարավորություն է ինքնադրսևորվելու ու ընտանիքում քո դիրքերը ամրապնդելու համար։ Ես աշխատում եմ այդ ուղղությամբ։ Ես դա գիտեմ։ Հիմա գնա։ Քո երկար բացակայելը կասկածանքի տեղի կտա։ Ես իհարկե շատ հարգում եմ Սերգոյին, բայց նա երբեք հեռուն չի տեսնում։ Ու ես գտնում եմ, որ հայրդ շատ մեծ սխալ է արել, որ ընտանիքի ղեկը հանձնել է իրան։ Ինչի՞։ Ուզում ես դու կառավարեիր ընտանիքը։ Չէ, դու։ Ես չեմ ուզում։ Դու իրավունք չունես թուլանալու։ Իրավունք չունես։ Դու ես այս ընտանիքի ապագան։ Եթե տենց է, ուրեմն այս ընտանիքը ապագա չունի։ Ինչ է կատարվում քեզ հետ։ Հմ։ Բացի նրանից, որ աղբորս սպանել են, քուրս էլ հրաշքով ողջ է մնացել, ուրիշ ոչ մի բան։
Ես կյանքը դու ես ընտրել։ Ոչ ոք քեզ չի ստիպել հորդ ճանապարհով գնալ։ Հակառակը ես միշտ փորձել եմ ձեզ պաշտպանել, հեռու պահել ես ամենից։ Գևորգի պարագայում ստացվեց, բայց քո չէ։ Բայց ինչպես տեսնում ես, Գևորգին դա էլ չփրկեց։ Ուժեղ չի նա, ով ընկնելուց հետո չի կանգնում։ Ուժեղա նա, ով ընկնելուց հետո իր մեջ ուժ ա գտնում, կանգնում ու պայքարում։ Ինչ-որ խնդիր կա։ Սոնայի բանդասենակը մի հարկ ներքևում է։ Գիտեմ։ Բա որ գիտես, ինչ ես անում ստեղ։ Հանգստանում էի։ Սոնայի մոտ քնելու հնարավորություն չկա, որոշեցի մի կես ժամ քնեմ։ Կարելի է։ Չես հավատում ինձ։ Ես քեզ հավատալու հիմքեր չունեմ, քանի որ չեմ ճանաչում քեզ։ Մի կոմանցի դրա մոտից։ Մի կոմանցի դրա մոտից։ Եթե Սոնան չի ուզում քեզ տեսնի, դրա մեղավորը ես չեմ։ Ես ուզում եմ զանգեմ տղեկին, ասեմ վարձանա վերև, հա։ Են կոմանցի դրա մոտից։ Համոզվեցիր։ Կներես։ Պատահում է։
Սեմ։ Հուսով եմ տանը հրաժեշտ տվել ես։ Դու այստեղից կենթանի դուրս չես գալու, գիտես չէ՞։